Ողջույն բոլորիդ բարի երեկո սիրելի քույրեր եւ եղբայրներ սիրելի Facebook-յան իմ հազարավոր ընկերներ եւ բազմահազար հետևորդներ Աստծո ձայնը հաղորդաշարը այժմ ուղիղ եթերում է կխնդրեմ միացողներին որ բոլորդ միանաք եւ սկսում ենք ուրեմն աղոթքով այս հաղորդումը Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ երկինս ես Սուրբ Եղիցյանուն քո եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի ըսհաց մեր հանաբազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ բրգյաց մեզի չարե զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն Զգորդը ձերած մերոց ուղիղ արայ մեզ Տեր եւ զգորդը ձերած մերոց հաջողյա մեզ փառքոր եւ որդվոյ ոգվույն սրբո այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Հավասիկ սիրելիներ այսօրվա քննարկումներն ենք սկսում ինչպես որ անոնցի մեջ ասվեց որ շատ կարեւոր եմ համարում անդրադառնալ մի քանի հարցերին արդիական եւ մասնավորապես ուզում եմ սկսել այս քննարկումները մի կարեւոր իրադարձությունից Գիտենք օրեր առաջ Պաշտպանության նախարարությունը կասեցրել է գործունեությունը գնդերեցների այն բոլոր հոգևոր սպասավորների, որոնք տարբեր զորամասերում մեր ազգային բանակում ուրեմն գործունեություն էին ծավալել, սակայն իրենց գործունեությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ուրեմն երկիշխանություն, հա, կամ չգիտեմ, ինչպես նաև անվանեմ, ուրեմն երկու տերերին ծառայելու ինչ որ նման ձևով մի անորոշ Պաստորեն եւ շատ վտանգավոր նաեւ, քանի որ 44 օրյա պատերազմը ուղղակի ապացուցեց, որ նման կարգավիճակ ունենալ եկեղեցում, երբ որ կան հոգեվորականներ, ովքեր չեն ենթարկվում պաշտպանության նախարարության ինչ որ կից մի որևէ վարչությանը եւ նրանք գործում են սանձարձակ եւ կամայական ուրեմն Պաստորեն Կտրիշ Ներսիսյան դավադիր այս ծրագրերին համահունչ Եվ քանի որ մենք շատ լավ գիտենք, որ նախքան պատերազմնել Կտրիշ Ներսիսյանը հավանություն չէր տվել ոչ հեղափոխությանը, ոչ ներկա իշխանություններին, ուստի ինչպես մենք կարող ենք վերաբերվել այս երևույթին, ուղղակի սարսափով, որովհետև ինչ գիտենք, թե այս մարդիկ արդյոք այնտեղ տակից դավադրություններ կամ ինչ որ մի դավաճանություն տեղի չի ունեցել իրենց ծառայության ընթացքում, իհարկե ունեցել են, իհարկե եղել են տարբեր անարխոժություններ, քանի որ արդյունքը մենք տեսանք այս արյունալից պատերազմի եւ բնականաբար սա պայմանավորված էր ոչ մենակ դրանով, որ բանակն էր թալանված եւ որ նախկին իշխանությունները այս գործառույթները նաեւ քաղաքական հարթակի վրա այդպես էին կազմակերպել, որ վերջնի վերջով այդպես հանգուցալուծումը տեղի ունեցավ։ Այլ նաեւ այստեղ ես կարող եմ մատնանշել հենց այդ Կտրիշ Ներսիսյանի ավազակները, որոնք թափանցել էին բանակ այլ նպատակներով։ Եվ շատ լավ ընդգծեց Պաշտպանության նախարարը այն փաստը, որ անշուշտ հնարավոր է, որ ծառայությունը շարունակվի, եկեղեցականները ներկա լինեն եւ այլն եւ անեն իրենց հոգեվոր ուրեմն առաքելությունը բերեն բանակում, բայց այն պետք է ունենա պայմանագրային ուրեմն միայն ու միայն տեսքով, այսինքն պետք է հստակ հարաբերություններ ձևակերպված լինեն Պաշտպանության նախարարության եւ ուրեմն հոգեվորականի միջև այդ աշխատանքային պայմանագրով եւ իհարկե վճարումը պետք է լինի Պաշտպանության նախարարության կողմից եւ իհարկե ենթարկվի Պաշտպանության նախարարությանը տվյալ հոգեվորականը, որովհետեւ իր գործունեությունը իրականացնում է այդ համակարգում պետական համակարգում հետեւաբար նա պետական պաշտոնյա է Եվ որպես պետական պաշտոնյա նա պետք է ստանա աշխատավարձ եւ պետք է ենթակա լինի այդ կառույցին։ Վերադասը պետք է լինի ոչ թե էջմիածնում նստած ինչ-որ մեկը, որը ոչ մի կապ չունի ազգային բանակի հետ եւ իրավունք չունի խառնվելու բանակի հարցերին, այլ պետք է լինի հստակ ուրեմն շատ կոնկրետ ղեկավարը, որը նշանակված է, ասենք, Պաշտպանության նախարարի կողմից, պետական մարդ է։ Եվ սա շատ տրամաբանական է ցանկացած պետության մեջ, ցանկացած երկրում, եթե նման
մի հարց առաջանա ինչ որ մեկի մոտ, թե ինչի համար պետք է դա այդպես լինի, սա ինքնին դա բացատրությունը արդեն տրամաբանական իր բացատրությունը ունի։ Ինչի վրա որ բայնասուն էին բարձրացել եւ փորձել են ուրեմն խեղաթուրել եւ պիտակներ փակցնել պաշտպանության նախարարությանը եւ մասնավորապես հարգարժան պարոն Պապիկյանին, որը որ ուրեմն ընդամենը ընդգծել է երևույթը, որ չի կարող հետ այսու նման մոտեցում լինել ազգային բանակում եւ ազգային բանակի մեջ, եթե որևէ մի հոգեվորական պետք է անի հոգեվոր, ուզում եմ ընդգծել ծառայությունը, այդ հոգեվոր ծառայությունը պետք է լինի այն գծված շրջանակներում, որը նախատեսում է պաշտպանության նախարարությունը։ Դա պիտի համաձայնեցված լինի, պետք է լինի այդ ռեգլամենտին համահունչ եւ բնականաբար պետք է բարձրացություններ լինի այդ պետական կառույցից, որպիսի նախ եւ առաջ վերահսկողություն լինի, թե այդ հոգեվորական ինչու է զբաղվում։ Կարող է այդ հոգեվորականը գնում է շատ ներողություն եւ ասում է, որ զենքը պիտի դնես, չպիտի կրակես, չպիտի թշնամուն, ասենք, հարված հասնես եւ այն տարբեր բաներ կարող են լինել, չէ՞։ Եվ քանի որ ենթակա չէ պաշտպանության նախարարությանը կից վարչությանը, ինչ է նշանակում, որ եթե Կտրիշ Ներսիսյանի խելքին կամ հավեսին մի բան գա եւ ինքը ենթակա է տվյալ հոգեվորականը այն կենտրոնին, ուրեմն այնտեղից պիտի հրաման առնելով անի ամեն բան, որը որ հակասում է ազգային բանակի շահերին, պետական շահերին եւ այլն։ Սա ասում եմ, ես մանրամասնում եմ, ես բացատրականներ եմ տալիս, բայց ակնհայտ փաստ է սա, սիրելի ժողովուրդ, որի մասին պետք է խոսել, պետք է քննարկել եւ պետք է մարդկանց բացատրություններ տալ։ Ոչ թե որևէ մեկը ուզեցել է ուրեմն հոգեվորականներին այնտեղից ճանապարհել։ Բացարձակապես, բայց ոչ այս կարգավիճակով, նրանք չեն կարող լինել նախ այդ քանակությամբ, ինչին է պետք։ Սա պիտի նորից այդ ռեգլամենտը, այս ամեն ինչը պիտի որոշի պաշտպանության նախարարությունը եւ շատ կոնկրետ պետք է պայմանագիր լինի, պայմանագրային դա ծառայություն պիտի լինի այնտեղ։ Ոչ թե այդ մարդիկ պիտի գնան, Կտրիշ Ներսիսյանը դրել է, այնտեղ որ գնան այնտեղ իրեն տարբեր բաներ լուր տանեն, բերեն եւ այլն, չգիտեմ, ինչեր առաջացնեն, ինչ խայտարակություններ եւ այլն։ Մենք շատ լավ գիտենք նաեւ շքերթներին ոնց էին մասնակցում։ Այդ քրեական կոչեցյալները ծաղրի ու ցանակի առարկա դարձնելով հայ եկեղեցականի նույնիսկ զգեստը խայտարականելով։ Շքերթների ժամանակ ինչ գործ ունի հոգեվորականը պիտի գնա այնտեղ պատարականի, վեմքար պիտի տանի, չգիտեմ, պետք է մկրտություն անի, կարողա զինվորներ կան, որ մկրտված չեն եղել եւ ցանկություն են հայտնել, մկրտվել, որովհետեւ ծառայում են եւ իրենց կյանքը ինչ որտեղ վտանգների հետ է կապված կամ չգիտեմ, խոստովանություն։ Ուրեմն եթե լսվում է, ես պիտի շարունակեմ, որտեղ հարված են էլի հասցնում այստեղ։ Ես երկրորդ հարցին, որին կուզենայի շատ կոնկրետ անդրադառնալ, դա այն հարցն է, որը որ այսօր մասնավորապես շատ է այս հարցի վրա ուշադրությունը սևեռվում, տարբեր մարդիկ արդեն այս մասին խոսեցին, իրազեկեցին, որ Կտրիշ Ներսիսյանը որոշել է այնուամենայնիվ Էջմիածինը արհամարելով, որտեղ կենտրոնը դա Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է եւ բոլոր ժողովները պետք է տեղի ունենան Մայր կենտրոնում։ Եվ ցանկացած եկեղեցու դա լինի ռուս ուղղափառ եկեղեցի, դա կլինի որևէ մի օրթոդոքս եկեղեցի կամ, չգիտեմ, ինարևելյան ուղղափառ եկեղեցիներից ցանկացած մի որևէ եկեղեցին կամ կաթոլիկ եկեղեցին պետք է Մայր կենտրոնի մեջ անցկացնի կարևորագույն ժողովները եւ այնտեղ որոշումներ առնի։ Սա առաջինը, չի կարող ինչ որ դուրս այդ կենտրոնից դուրս կատարել։ Եվ քանի որ սահմանափակվել է 7 հոգեվորականների բարձրաստիճան ելքը Հայաստանի Հանրապետությունից, որոշում է կայացնել Կտրիշ Ներսիսյանը Zoom-ով կայացնել ժողովը։ Դա խայտարակությունն է եւ որ ուղղակի չլսվելիք բան է, որտեւ Zoom-ով դու ոնց կարող ես անել եպիսկոպոսական ժողով։ Եպիսկոպոսական ժողովը դա նախ եւ առաջ միասնական աղոթքով պիտի սկսվի։ Ինչու՞ չէ արարողությամբ, պատարակով կամ ժամերգությամբ, մասնակցությամբ այդ ժողովից առաջ կամ ժողովից նաեւ հետո իջնեն երեկոյան ժամերգության։ Այսինքն միասին պիտի հավաքվեն, ավանդությունն է եկեղեցու եւ եկեղեցու կանոնակարգն է պահանջում։ Սա ես ինձնից չեմ անում։ Առաջին տիեզերական ժողովը արդեն իսկ գրեցի էջի վրա, որոշ ապուշներ տարբեր բաներ սկսեցին գրել, մոռանալով որ ժամանակակից կյանքում
բոլոր տեղեկատվական հնարավորություններ կան, որ հասանելի է ինտերնետի մեջ, կան գրքեր, եւ իհարկե ամեն ինչը ես ինցիկլոպեդիա չեմ, շատ ներողություն, հա, որ ամեն ինչ ես կարողանամ անմիջապես բանանել, բայց բնականաբար, քանի որ ես երկար տարիներ զբաղվել եմ պայքարով եւ հետաքրքրվել եմ այս հարցով, նախ եւ առաջ ուսումնասիրել եմ այդ եկեղեցական կանոնակարգը։ Հիմնականում դա առաքելական կանոններին եմ անդրադարձարել եւ տիեզերական ժողովների։ Ուրեմն առաջին տիեզերական ժողովը Նիկիա քաղաքում, գիտեք, 325 թվականին, որ 318 սուրբ հայրեր են ներկա գտնվել, որոշում են կայացել եւ այնտեղ 4-րդ կետը ասում է 4-րդ կանոնը այն մասին, որ ուրեմն տեղի հերակա կարգով չի կարող ունենալ, որտեղ այն ժամանակը խնդիր կար, հա, ճանապարհը պիտի կտրեն, երկար ճանապարհ կար, տրանսպորտ չկար։ Այնտեղ էլ ուրիշ տեխնոլոգիաներ չկային, նման բաներ մարդկանց մտքով չէր անցնի, որ կարելի է նման կապով անել, բայց տրանսպորտի խնդիր կար։ Եվ բոլոր դեպքերում այդ դժվարությունները հաղթահարվում էր եւ մարդիկ պիտի գային հասնեին, որպեսզի միասնական աղոթեն, չէ՞ որ նրանք պիտի Սուրբ Հոգով առաջնորդեն այդ ժողովը, պիտի Սուրբ Հոգին ներկա գտնվի, իսկ Սուրբ Հոգին ոնց պիտի առանց աղոթական վիճակի տեղի ուրեմն ունենա այդ ուրեմն գործողությունը։ Եվ վերջի վերջով ներկայությունը, ֆիզիկական ներկայությունն է, անհրաժեշտությունն է դա։ Եպիսկոպոսատ ժողովը չի կարող տեղի ունենալ հերակա կարգով։ Ստի դրված է իրենց մոտ, փաստաթուղթը կա արդեն։ Zoom-ով ընդամենը կապելու է, Կտրիշ Ներսիսյան ասելու է, հեսա փաստաթուղթը պատրաստ է, դաբրո պիտի ստանա, հենա դուք բոլորդ հավաքվել եք ստեղ, հեսա, ու կարդա եւ այլն ու վերջանա գնա։ Էս է լինելու զուտ ձևական բնույթ, աֆերիստություն, խափեփայություն, որը հասարակությանը կրկին անգամ մոլորության մեջ ստեղից հայտարարում։ Տեսնում եք ոնց են խանգարում են։ Ուրեմն ըստ էությամբ լեգիտիմ չէ այդ ժողովը, չի կարող ժողով լինել հերակակարգով, որտեղ որ ներկայացնում են արդեն պատրաստի թուղթը եւ փաստորեն արդեն իսկ իրենց համար միևնույն է, համաձայնությունը արդեն կորզում է, հա, հերակակարգով ասում է էս է։ Որոշումը սա է։ Ուրեմն նման բանը չի կարող համարվել օրինական, քանի որ պրակտիկան եկեղեցական պրակտիկայի մեջ նման բան չկա, լեգիտիմ չէ։ Հետևաբար եւ ավանդությանը մեր մասնավորապես ամենահնադարյան եկեղեցիներից մեկի խորթ է։ Ուրեմն սա էսենք ասում իրենց ի պատասխան իրենց հիմարությունների Տեր Եսայի քաղանան կլինի սուտախոս եւ այդմության մեջ կընկնենք ինչ որ Ուկրաինան է ընկել։ Դուք պատկերացնում եք այդ խայտարակությունը, որ փոխանցում է Դոն Պիպոն այս ցույցի ժամանակ։ Ուրեմն համեմատում է այդ եկեղեցում տեղի ունեցածը, որ եկեղեցու դեմ չէ, այլ եկեղեցու կողմ է։ Այսօրվա այս բոլոր գործողությունները ուղղված են ի նպաստ մեր եկեղեցուն, ի շահ մեր առաքելական Սուրբ եկեղեցու եւ շատ լավ պատասխանը տվեց Ալեն Սիմոնյանը, լսեցիք, լրագրողները սադրեցին, փորձեցին այնտեղ սադրել ազգային ժողովի նախագահին եւ այդ ճեպազրույցի ժամանակ, երբ որ Վալենտինա Մատվիենկոն կողքը կանգնած էր, շատ հստակ պատասխաններ տվեց եւ ասեց այն հարցին ասեց «Գանյենիե նա ցերկվ»։ Դուք հասկանում եք ինչ աբսուրդ է հնչում։ Ինքը հստակ ասեց, որ ոչ մի հալածանք չի հարուցվել եկեղեցու դեմ եւ չի էլ կարող հարուցվել որևէ մեկ հայի, մեկ քրիստոնյա, մեկ հավատացյալի մտքում չի կարող առաջանալ նման բան անել, հալածանք հարուցել եկեղեցու հասեն։ Եթե մենք խոսում ենք այսօր խնդիրներից, որոնք առաջացնում են հենց այդ մարդիկ, ովքեր որ արևանգել են եկեղեցին, ովքեր որ ապօրինաբար զավթել են։ Հավասիկ բազում այսօր որ գրում են ուղղափառ պատվիրել է սպանություններ, թունավորումներ, մարդը որը թալանել է, յուրացումներ է արել, զեղծարարություններ է արել, խարդախ մարդ է, ամեն ինչ արել է նա, տենց բան չկա, ասում եմ, որն արած չլինի, բացի մի բանից այն բանը չի արել, այո, ավետարանը չի քարոզել, որտեվ ավետարանը չի կարդացել, այո, Աստծուն չի հավատացել, որովհետև անաստված է, այո, աղոթք չի արել, որտեվ աղոթք չգիտի անել, այս բաները չի արել նա, մնացած բոլոր բաները այս մարդը արել է, բոլոր հանցագործությունները նա գործել է, բացի այն ինչ որ պիտի աներ, այսինքն ինչ որ վերաբերվում էր, այ չեմ կարող գաղտնազերծել եւս մեկ բան, բայց շուտով ուրիշ բաներ էլ կիմանաք, դեր ովքեր են դա դիտվել, այս ստրիկային եւ վճիրնել վստահ եմ, որ պետք է արդար լինի, որովհետեւ այսօր Հայաստանի մեջ գործում է արդարադատությունը, եթե
արդարադատությունը չգործել, իմաստ չէր լինի այդ դատարան դիմել։ Ինչի նախկինում ես չգիտեի այդ դատարանի տեղը, կամ նախկինում ինչու չեմ տրել դատարան, օրինակի համար, որովհետև անիմաստ գործ է դատարանը եւ դատավորը Կտրիչ Ներսիսյանի գրպանում էր, քանի որ եւ իշխանությունը եւ դատարանները եւ ամբողջությամբ ամբողջ պետական համակարգը դուք գիտեք ինչ վիճակի մեջ էր եւ ավազակապետություն որ կոչվեց, որ քողապետություն էր դասական հասկացողությամբ, բառից բուն իմաստով, դա փաստ էր Հայաստանը եւ 18 թվականին նոր այդ ճիրաններից կամանց սկսեց ազատվել, բայց հասանք դրան, որ վերջապես արդեն 1 տարի կարող եմ ընդգծել, 1 տարի ընդամենը, տեսեք քանի տարի անցել է հեղափոխությունից, որ դատա իրավական համակարգը Հայաստանի մեջ սկսեց գործել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել դատավորներին եւ ամբողջ դատա իրավական այդ համակարգի պետական պաշտոնյաներին, որոնք արդեն իսկ սկսել են գործել արդարության հարթակում։ Այսինքն նրանք իրականացնում են արդարադատությունը, քանի որ կոչված են այդ առաքելությամբ պետք է բերեն մեր ժողովրդին արդարություն։ Բա որտեղ գտնեն մարդիկ այդ եկեղեցին, որ ատյան չունի այսօր, այդ ատյանները Կտրիչ Ներսիսյանի գրպանում են, այսօր էլ են իր գրպանում։ Նախկինում ասում եմ ամբողջ պետությունն էր իր գրպանում, այսօր այդ պետությունը իր գրպանում չէ, բայց այս ատյանները իր գրպանում են, դրա համար ստիպած են հոգևորական փաստեր են, ճչացող են, որովհետև ինչի չեն պատժվել Բագրատը, ինչի չի կարգազրկել Միքայելին, Բագրատին, Մկրտիչ Պրոշյանին, Արշակին, ինչի չի արել։ Բայց Գևորգ Սարոյանին է կարգազրկել։ Ինչի հիման վրա։ Այս մարդկանց հարցը դու չես նայել, չես կարգազրկել, իրանք արդար են, իրանք սուրբ են, իրանք մաքուր մարդիկ են, իրանք հավատացյալ են, իրանք արդար գործեր են արել, հա։ Դրա համար են ճաղերի ետևում հայտնվել։ Օրինակ ես մեկը հորինել է այդ հիվանդությունները եւ քանի որ Իզմիրյան բժշկական կենտրոնում է, չէ՞, որքան գիտեմ, անցնում է իր բժշկությունը, ուրեմն նշանակումը որ ինքը աֆերիստությամբ է, ուղղակի տառապում աֆերիստությամբ։ Սա սիրելի ժողովուրդ, սա միանշանակ է եւ բոլորս էլ պիտի ձեզ հետ հասկանանք, որ առաքելական մայր եկեղեցին այսօր քանի որ իր հունից բնականոն ընթացքից դուրս է եկել, դուրս են բերել որոշ մարդիկ, ստիպած ենք մենք, ու սա շատ կարևոր է, որ ուզում եմ ընդգծել, ես կուզեի ավելի երկար իհարկե խոսենք, բայց տեսնում ինչ որ կապը լավ չէ եւ ստայդում պիտի սահմանափակվենք այսքանով եւ որպես եզրափակիչ ընդամենը մի քանի խոսք պիտի ասեմ, որ եկեք սիրելի ժողովուրդ, իհարկե մենք բոլորս էլ շատ դժգոհ ենք այն բանից, որ երկարում է, շատ է երկարում այդ process-ը եւ իհարկե բոլորս էլ ուզում ենք օր առաջ, վարկյան առաջ անգամ ունենալ դրա արդյունքը կլինի այն ժամանակ, երբ որ այնակ չար գործեր է կատարել, ոչ մեկ լավ բան չի արել, ոչ մեկին եւ ամենամեծ վատությունը ինչ արել է, մայր եկեղեցուն է արել, որտեղ Հիսուս Քրիստոսի թշնամին է, որտեղ իրական տիրադավ է, Կտրիչ Ներսիսյանը, ես հայտարարում եմ, որ իրական տիրադավ է, իր գործի բերումով, իր կյանքի, իր ամեն ինչը ինչ որ տեղի է ունեցել, դա միայն տիրադավը կարող էր։ Ստոր, որ ամեն ինչ տեղին է։ Սա անում են միտումնավոր։ Աչնարարչական, բազուկը սպրճական Սուրբ Խաչատերյունական ինձ է սպաբան, հայսում հետև մինչև հավիտյան ամեն։ Ես սպասում եմ ձեր գրառումներին, ձեր լայքերին, դրանք անվճար են, շատ տարածեք այս տեսանյութը, որտեղ շատ կարևոր հարցեր է շոշափում, հետևեք, ուրեմն նրանք պիտի աստղային ժամ ունենան իր հետ միասին։ Այս սրա վրա է ամբողջ կառուցվածքը իրենց։ Պաստորեն, այս ամենը վտանգավոր է։ Վտանգավոր է առաջին հերթին ձեր հոգևոր առողջության համար։ Դրա համար մի կարդացեք, մի հետևեք երբևիցե նման գրառումներին, ովքեր որ փորձում են մոլորությամբ առաջնորդել դեպի կորուստը հոգիների, դեպի երկնային արքայություն չեն տանում, այլ դեպի երկրի անդունդը, դեպի տանջանքներն են առաջնորդում։ Սա է իրենց առաքելությունը, որ ձեզ ուղարկեն այլ տեղ, ոչ թե փրկության ճանապարհով տանեն, ոչ թե Հիսուս փրկչի խորհուրդը իրենց համար նշանավոր է կյանքում եւ դրանք այս առաքելությամբ ձեզ ուզում են առաջնորդել։ Ոչ, իրենց համար կարևոր է հուդայություն անելը։ Այդ իրադավը տենց են լինում, ուրիշ ձև չեն լինում իրադավը։ Այսքանը խաղաղ գիշեր եւ հույսով եմ կհանդիպենք նորից ավելի մանրամասնելու ենք եւ շատ բաներ են մնացին, էլի բավական նյութեր կան, որոնց մասին կարող ենք խոսենք, բայց եկեք այսքանով սահմանափակենք։ Խաղաղ գիշեր։